Տիրոջը, օրհնյալ լինի մեր Աստվածը։ Ես ուզում եմ Տիրոջ փառաբանության ձայնը լսվի Սիոնի մեջ։ Փառ Տիրոջը։ Ալելույա նրան։ Նա արժանի է։ Նա վաստակել է դա եղբայրներ քույրեր, Գողգոթայի խաչի վրա։ Նա բոլոր հարցի լուծումը տվել է, որպեսզի մենք այսօր ազատ եւ համարձակ պաշտենք իրան։ Կյանքի կոչենք Սուրբ գրային ամեն հատված։ Մենք կարողանանք այսօր տեղ տալ իրան, մեր թագավորին, մեր փրկչին, մեր Աստծուն, որը իր անձը չի խնայել մեզ համար, որը վերքեր աստացել, որպեսզի մենք բժշկված լինենք, որը անուն է հռչակել թագավորական անուն, իր խոնարհությամբ, իր հեզությամբ, հպատակվելով, հնազանդվելով Աստծո բոլոր կամքին, նա կատարեց ամբողջությամբ երկրի վրա իր պանդխտության օրերի մեջ, դրա համար էլ Աստված նրան բարձրացրեց եւ խիստ անուն տվեց, որ ամեն անունից բարձր է, եւ ինչքան հիանալի է հնչում այս խոսքերը, Հիսուս Քրիստոս, փառք իրան, ալելույա նրան, չկա այդպիսի անուն, գոյություն չունի ոչ երկնքում եւ ոչ էլ երկրի վրա, որ ունենա այն զորությունը, այն իշխանությունը, այն փրկարար կենտանի ճշմարիտ խոսքը, որը մեռելին հարություն է տալի, ընկածին վերահանում, կոտրած սիրտ ունեցողին մխիթարում է, սքավորներին եւ զորացնում է տկարներին, նա մեղավորներին եւ որ իրան են դիմում արդարացնում է եւ մեռելներին հարություն է տալի, փառավորվի իր փառավոր սքանչելի քաղցր թագավորական անունը, փառ Տիրոջ հավիտյան։ Նրա մեջ կա բանական հոգի, որ ինքը սուրբ է, միածին, բազմաբախշ, նուրբ, յուրաշարժ, սպարս, անարակ, հայտնի, անվրեպ, արագ, բարերար, մարդամոտ, մարդասեր, համբերատար, հաստատուն, ամենազոր, ամենահայոց, եւ նա կարողանում է թափանցել մտավոր ու մաքուր նրբին բոլոր մարդկանց սրտերի մեջ եւ քննել նրանց երիկամունքները։ Նա արդար է, ավելի շարժուն է բոլոր շարժումներից եւ իր հստակության պատճառով թափանցում անցնում է ամեն ինչից ներս։ Նա եթե որևէ մեկին գոյության կանչած չլներ, ինչպես կարող է գոյատևել որևէ մեկը, ինչպես կարող ենք մենք հավաքվել այստեղ, եթե նա չզորացներ մեր սրտերը, մեր ոտքերը եւ նրա քաղցր կանչն ու հունչը մեզ չկանչեր նրա սերը, որ այսօր նրա զորությամբ սիրո հավաքվել ենք այստեղ երկրպագելու, պաշտելու, փառավորելու, իր խոսքով զորանալու, իր վերքերով բժշկվելու եւ իր անվանը հուսալու, փառք իրան։ Նա Աստծո զորության ճաճանչն է, ամենակալի ճշմարիտ փառքի ծագումը եւ դրա համար էլ ոչ մի պիղծ բան չի խառնվում նրան։ Նա մեջնջենավոր Աստծո ներգործության անարատ հայելին է եւ վեհության պատկերն է, փառք իրան։ Աստվածային բոլոր լեցունությունը Հիսուս Քրիստոսի միջոցով փոխանցվեց մեզի եւ փոխանցվելու է բոլոր իրեն հավատացողներին, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Սևակը իր վերջի հոգեոր քարյակներում այսպիսի բանաստեղծությունում տողեր ասում եւ իմ սրտին շատ համահունչ է, ուզում եմ այն կրկնել։ Ես ուզում եմ բոլոր մարդիկ դեմքով դառնան դեպի Աստված, ամեն քայլով կյանքի կոչեն Սուրբ գրային ամեն հատված։ Ես ուզում եմ սերմնացանի, սերմանկնի բարար թողին, ոչ թե իզուր փշերի մեջ կամ էլ փշոտ քարքարոտ ճամփի եզրին։ Ես ուզում եմ բարի հովիվ ինչպես Տերը, ոչ թե վարձկան։ Ես ուզում եմ հավատացյալ, մի զղջացող, ոչ թե լացկան։ Ու թե կռիվան խուսափ է, թող որ կռվեն չարն ու բարին, եւ անպայման բարին հաղթի անպետք չարին։ Թաղել է պետք, եկեք թաղենք մեր կրքերը, այն էլ խորը, որ չգտնենք էլ հետքերը։ Եթե երկել Տիրոջ փառքին մեղմ շարական, կամ էլ աղոթք տիրունական։ Ու թե մահը անխուսափ է, թող նա տանի ապաշխարող մարդու հոգին, ոչ թե անգետ ու անտեղյակ որևէ մեկին։ Եթե այսպես փորձենք ապրել, էլ չի զղջա մեր Տեր Աստված, որ իր պատկերով ու սիրով է արարել։ Ես ուզում եմ, այն եմ ուզում, ինչ ամեքդ։ Մենք բոլորս կյանք ենք ուզում, եւ այդ կյանքը
Հիսուս Քրիստոսի մեջ փառք իրան։ Այսօր Տերը զորացնելու ամես, այսօր Տերը օրհնելու ամես, որովհետև նրա օրհնությունները միշտ գալիս են իր մեր վախեցողների վրա, նրանց վրա ովքեր օրհնություն են միշտ թողում իրանց հետևից, նրանք ովքեր միշտ օրհնում են բոլորին, Աստված օրհնել ամես երկնավորներու մեջ, որպեսզի մենք օրհնյալ զավակներ լինենք, մենք զորավոր ազգ լինենք, սուրբ ազգ լինենք, Տիրոջ երկյուղով լցված ժողովուրդ լինենք, չարությունից ետ քաշվելու, Աստծո խոսքը ամուր բռնելու եւ կյանքի կոչելու բոլոր սուրբ գրային ամեն հատված Տերը օրհնի եւ զորացնի մեզ բոլորիս։ Կարդալու եմ Երեմիա մարգարեությունից։ Երեմիա մարգարեություն 17 գլխի 14 համար։ Ով Տեր զիս բժշկե ու պիտի բժշկվեմ, զիս փրկե ու պիտի փրկվեմ, վասնզի իմ պարծանքս դուն ես, ալելույա։ Այստեղ Երեմիան շատ կարևոր շեշտադրում կատարում Տիրոջը ու դիմում ու ասում է, ով Տեր ինձ բժշկի ու պիտի բժշկվեմ, ով դրա կարիքը չունի։ Մենք ամենքս էլ հոգևոր եւ շատերս էլ մարմնավոր բժշկության կարիք ունենք։ Ես տեսնում եմ, որ շատերը շատ դժվարությամբ են գալի պաշտամունքի առողջության խնդիրով, ոչ թե հոգու, ոչ թե սրտի։ Դրա համար մարգարեն ասում է ինձ բժշկի ու բժշկված կլինեմ։ Տերը իր բոլոր խոստումների մեջ սուրբ է եւ բարի, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Նաեւ ասում է զիս փրկե ու պիտի փրկվեմ, ով Տեր ինձ փրկի չար ճանապարհներից, ով Տեր ինձ փրկի չար մարդկային խորհուրդներից, ով Տեր ինձ փրկի իմ կիրքերից, իմ անմաքուր աչքերից, իմ անմաքուր շրթունքներից, իմ անմաքուր լեզվից, իմ անմաքուր ցանկություններից, բռնակալական ցասումից, բարկությունից, ով Տեր փրկի ձեզ եւ ես պիտի փրկված լինեմ։ Թող ամեն մի ժողովուրդ այսպես մտածի, ամեն մի անձնավորություն եւ Տերը պատրաստ է նրան այսօր այստեղ եւ ովքեր լսում են փրկելու նրանց, ազատագրելու նրանց մեղքի բնույթից, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Երեմիա մարգարեության 30 գլխի 17 համարում հետեւյալ խոսքերն ասում մարգարեն. Վասնզի քո վերքդ պիտի դարմանեմ եւ քո վերքիդ պիտի բժշկեմ, կսե Տերը, քանզի քեզ ակսորված կոչեցի, այս այն Սիոնն է, որ փնտրող չկա ըսին, բայց Փարթիրոջը, որ Աստված եկավ, կորսվածը փնտրեց եւ քթավ եւ դրեց իր տան ու սրահների մեջ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Սա Սիոնն է։ Սիոնը Տերը ավելի շատ է սիրում, քան Հակոբի բնակարանները։ Այդպես ասում Սաղմոսած գրքում։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ովսե մարգարեության 6-րդ գլխի 1-2 համարում գրված է. Եկեք ու Տիրոջը դառնանք, քանզի անիկա զարկավ ու անիկա մեզ պիտի բժշկե, անիկա վիրավորեց ու անիկա պիտի կապե, 2 օրեն մեզ պիտի կենթանացնե, 3-րդ օրը մեզ պիտի կանգնեցնե ու անոր առջև պիտի ապրենք, Տերը պիտի ճանչնանք ու զանիկա ճանչնելու ետևեն պիտի ըլլանք, անոր ելքը արշալույսի պես պատրաստված է ու անիկա մեզի պիտի գա անձրևի պես, երկիրը ոռոգող վերջին անձրևի պես, ամեն փառք իրան։ Այս խոստումները այսօր մեզ ապատկանում Տիրոջ կողմից Փարթիրոջը։ Վերցրեք այս խոստումները, հավատացեք Տիրոջը, Հիսուսը այստեղ է, փառք իրան։ Եվ նա մեզ կանչել է իր առջև, ինչպես լերան քարոզի ժամանակ շատ ժողովուրդ էր հավաքվել, նա քարոզեց լերան քարոզը, բայց երեկոյան սկսեց իր գործը անել, շատ կապվածների արձակեց, գերիներին ազատեց, կույրերին տեսողություն տվեց, համրերին լեզու տվեց, կաղին ոտք տվեց, ինչպես մարգարեն ասում Եսային, անապատի մեջ կանչող ձայնը Տիրոջ ճամփան շիտկեցեք, ամեն ծոր պիտի բարձրանա, ամեն բլուր պիտի ցածրանա, խորտուբոր տեղերը պիտի հարթվեն եւ Տիրոջ համար ճանապարհ պիտի ուղղվի եւ Տերը պիտի գա իր փառքով քո սրտիդ մեջ, քո հոգուդ մեջ, քո տանդ մեջ, եկեղեցու մեջ, Հայաստանի մեջ փառք իրան։ Մեր աղոթքը
եւ աղաչանքն առ Աստված Հիսուս Քրիստոսի անունով, որպեսզի Աստված իր երեսը փայլեցնի մեր ազգի վրա եւ իր որդու արյունով գնված ժողովուրդը իր սուրբ երկյուղով կատարելա գործի Աստծո վախով եւ սուրբ հոգու աղոթքով փարտիրոջը փարտվեք Տիրոջը նա ներկա է պատկերացնում եմ ես հիմա եթե մեր հոգու աչքերը բացվեր եւ տեսնեինք Տիրոջը փառավոր այստեղ կանգնած ինչպիսի փառաբանություններ կբարձրանար հավատա վստահի Տիրոջ խոսքին նա ներկա է Հիսուս այստեղ է նա պարապ չի եկել նա իր օրհնությամբ լեբ լեցուն եկել է օրհնելու քեզ ազատագրելու քեզ բժշկելու քեզ դեղու դարման անելու եւ բալասան լինելու քո վերքերին եւ քո տկարություններին օրհնյալ լինի Տիրոջ անունը Տեր զիս բժշկե ու բժշկված պիտի լինեմ զիս փրկե ու փրկված պիտի լինեմ բոլոր աներությունին ալելույա նրան փառավորվի Տիրոջ անունը ինչ անալի օրանվիրել Տերը մեզ այսօր եւ իր ներկայությունը մեր սրտերը եւ մեր սրտի դժոխքային եւ անապատային վիճակը կարափոխի դրախտի օրհնյալ լինի Տերը նա ասել է որ անապատը Եդեմի պիտի դարձնեմ թողի ու քո սրտի անապատը այսօր Եդեմի դառնա Հիսուս թագավորի ներկայությամբ եւ ողորմածությամբ փառտիրոջը նա մեզ սրբացնի եւ պտղաբեր ճյուղեր անի որ ժամանակին կարողանանք պտուղ տալ Երեմիա 11:3-4 համարում գրված է Ես Եփրևին քայլել սորվեցուցի զանոնք իրենց թևերեն կվերցնեի սակայն չգիտցան թե ես իրենք բժշկեցի զանոնք կարեկցության չվաններով սիրո կապերով առաջնորդեցի ու անոնց պարանոցեն լուծը հանողներու պես եղա իրենց եւ զանոնք քաղցրությամբ գերակրեցի օրհնյալ լինի Տիրոջ անունը հիմա եթե ես նայեմ իմ արած սխալների քո արած սխալների ու մեղքերի համեմատությամբ եթե Տերը մեզ հատուցաներ մենք այստեղ իրավունք չունեինք գտնվելու եղբայրներ քույրեր բայց ասում եմ ես արեցի բայց նրանք չճանաչեցին նրանք չգիտցան քանի անգամ Տերը մեզ փրկել ինչ ավտովթարներից ինչ անմաքուր անշնորհք գազանաբարոյ դիվական զորությունով լցված մարդկանց ճիրաններից հակառակորդի ծուղակներից ինչքան անգամ բազում անգամ դիվական հարցակումներից նա մեզ փրկել ազատել ու բերել այս վայրը որ այսօր մենք նրան փառավորենք ու գնահատենք նրա բոլոր արածները եւ բոլոր բարիքները ու չմոռանանք ասենք թե ով իմ անձս օրհնե Տերը եւ մի մոռանա նրա բոլոր բարեարությունները որ կքավե քո բոլոր անությունները որ կբժշկե քեզ ամեն հիվանդությունից փառավորվի Տիրոջ անունը փառքիրան Փառքիրան Տերը մեր հավատքն ավելացնի, որ հավատքով այս խոստումները մենք այսօր վերցնենք եղբայրներ քույրեր։ Շատ ժամանակ Տերը չէր կպնում, բայց խոսքով ասում էր՝ գնա, դու բժշկված ես, գնա դու ազատագրված ես, եւ որ անտամալույցին բերին իր առջև իջացրին, տեղ ու դադար չկար, տանիքը քանդեցին, նա առաջին հերթին անտամալույցին ասավ՝ քո մեղքերը քեզի ներված են։ Սրանից ավելի գերագույն շնորհք չկա, ավելի մեծ խոստում եւ ավելի մեծ գործ չկա Աստծո որ նա ինձ արձակել է եւ քեզ մեղքի գերությունից փառքիրան։ Մեղքը մեր վրա չի իշխելու, մեղքը մեր վրա չի թակավորելու, մեր վրա պիտի թակավորի իմ Տերս։ Իմ սիրտս ես պիտի պատրաստեմ, որ նա գա եւ օրհնի եւ թակավորի իմ մտքից վրա, իմ սրտից վրա, իմ տանս վրա, իմ ծառայությանս վրա, իր անունը պիտի փառավորվի, փառքիրան։ Հիսուսը այստեղ է, փառքիրան։ Ես երկրպագում եմ նրան։ Ես պաշտում եմ նրան, ես վայելում եմ նրա ներկայությունը, նրա զորությունը, Տերը պատրաստ է իր զորությունը մոտեցնի քեզ ազատագրելու եւ բժշկելու փառք ու Տիրոջը բաց սրտի դռները ալելույա նրան Հիսուս Մատթեոս ավետարանի 4-րդ գլխի 23-24 համարներում գրված է բոլոր Գալիլեա պտտելով սովորեցներ անոնց ժողովրդների մեջ եւ արքայության ավետարանը կքարոզեր եւ ժողովրդի միջեն ամեն կերպ հիվանդություններն ու ամեն կերպ ցավերը կբժշկեր անոր համբավը բոլոր Սուրիա տարածվեցավ եւ բերին անոր բոլոր հիվանդները որոնք կերպ ցավերով ու տանջանքներով կնեղվեին
եւ դիվահարներ ու լուսնոտներ եւ անդամալույցեր ու բժշկեց զանոնք ամեն փարթիրոջը ինքը երեք այսօր եւ հավիտյան նույնն է չի փոխվել եղբայրներ քույրեր մեր հավատքն է շատ ժամանակ որ պակսում է մեր հավատքն է բազում անգամ մենք տեսել ենք թե Աստված ինչքան հրաշքներ արել մեր կողքին մեր եղբայր քույրերին օրհնյալ լինի Տիրոջ անունը նույնիսկ անապաշխարներին ու անհավատներին ես հիշում եմ մի դեպք Ալավերդում մեր եղբայրները ակորուց իջել էին եւ պետք է մի ծնունդ տեղի ունենար եւ այդ քույրիկի աղջիկը պետք է ծննդաբերեր բայց նա մի երիկամունքը չկար եւ բժիշկները խորհուրդ չէին տալի ուզում էին որ երեխային հեռացնեն բայց մենք խորհուրդ տվենք ասենք Աստված ամենակալ ամենազորը այդ քույրիկը կարա մի երիկամունքով էլ այդ երեխան ունենա երբ որ արդեն ծննդաբերության պահը հասունացել էր եւ հիվանդանոցում էր բժիշկները տագնապած ասում էին շատ վատթար ձևով գիտեք հակառակորդը ոնց է սկսում հենց սկզբից երբ որ Հիսուս գնաց Հայրոսի աղջկանը հարություն տալու ծաղրում էին ասում էին հնարավոր չի եւ այլը բայց ինքը բոլորին դուրս արեց եւ ներս մտավ առաքյալներից վերցրեց Պետրոսին, Հակոբոսին, Հովանեսին եւ ծնողներին եւ հարություն տվեց աղջկանը այդպես էլ եղբայրները որ վիրավորված այդպես տեսնում են դրանց ամբարտավան խոսքերը մայրն ասում է եղբայրներին մեր աղոթեք ես հավատում եմ իմ աղջկան Աստված կենթանի ապահելու չի մեռնելու եւ երեխան պիտի ծնվի մեր եղբայրները առանց քաշվելու Աստված օրհնելով իրանց հենց այդտեղ ծնկի են գալիս ծառերի տակ եւ սկսում են աղաղակել Տիրոջը որովհետեւ 50-րդ Սաղմոսի 15 համարում գրված է աղաղակիր ինձ քունեղության օրը եւ ես պիտի լսեմ ու պատասխանեմ ու դու զիս պիտի փառավորես փառ Տիրոջը եւ եղբայրները սկսում են սրտանց աղոթել աղաղակել Տիրոջը եւ հենց այդ ժամանակ ծնվում է երեխան ոչ երեխային ավնաս լինում ոչ էլ մորը շատ ժամանակ հակառակորդը բժիշկների միջոցով վախեցնում է անգամ եղել է նման դեպք երբ որ իմ աղջիկս Նարիլսկում է Ռուսաստանում այնտեղ հիվանդացել էր որոշակի մրսել էր դժվարություններ ուներ եւ սրսկումներ էին կատարի ասել են այս երեխան այս դեղերի դոզայից առողջ չի ծնվի Այս երեխան կվնասվի, զանգեց ինձ ասավ ինձ բժիշկները վախեցնում են ինչ անեմ, ասի հավատա վստահի, ես աղոթում եմ հիմա դու էլ աղոթի եւ այդպես այդ երեխան ծնվեց եւ Փարտիրոջը թե այդ երեխան իմ թորնիկը շատ գեղեցիկ խելացի երեխա է դպրոց է հաճախում եւ շատ է լավ սովորում է Փարտիրոջը եւ այն երեխան է քույրիկի որ մի երիկամունք ուներ ծնվեց այսօր մի գեղեցիկ երեխա է մի առողջ երեխա է եւ մայրը եւ ինքը փառավորվի Տերը որ մի երիկամունքով էլ օրհնում եւ զորացնում է որ կինը կարողանա երեխա ունենա Փարտիրոջը մարդու մոտ անհնարինը Աստծու մոտ մարդու մոտ այն բաները որ անհնարին է Աստծու մոտ հնարավոր է Փարտիրոջը անհնարինը հնարավոր դարձնող Աստված ունենք մի նայիր քո վիճակներին մի նայիր քո տկարություններին նայի Տիրոջ վերքերին Տերը ասում է ես դրոշմել եմ քեզ իմ խոցված ձեռքերի մեջ Փարքիրան դու ամենաապահով տեղն ես Հիսուս Քրիստոսի դրոշմած ձեռքերի մեջ ես դրա համար քեզ պիտի ապահով զգաս ինչպիսի մտքեր հագարագործը բերի մարդկային մտքեր անհաջողություններ դժվարություններ սա հավատացյալի համար ամենալավ բանն է որ հավատացյալը կայանա մաքրվի սրբանա եւ հաստատվի կրակի մկրտությունով անցան եւ հին ուխտի մարգարեները եւ թագավորները որոնք Հիսուսի վրա են դրել իրենց հույսը այնպես էլ պիտի անցնի Սիոնը այնպես էլ պիտի անցնի բոլոր հավատացյալները որտեղ հայտնության գրքում այդպես է գրված եւ գլխավատացների հոգիները աղաղակեցին Աստծուն ասին մինչեւ երբ մեր արյան վրեժը պիտի չլուծես երկրի բնակիչներից Եվ Տերը նրանց ջերմակ հանդերձներ տրվեց ու ասավ մի քիչ հանգստացեք մինչև ձեր եղբայրներն էլ ձեր նման պետք է լինեն օրհնյալ լինի Տիրոջ անունը թող ես առողջ լինեմ հոգևոր հաստատակամ լինեմ Քրիստոսի խոսքը ամուր բռնած անկախ նրանից կհալացեն թե կսպանեն թե բանտը կդնեն թե կաքսորեն սոված կլնեմ մեր կլնեմ
արտաքսված կլնեմ, անտեսված կլնեմ, բայց կա մեկը, որին չի անտեսել, նա միշտ մեզ հետ է, փառք իրան, նա քեզ հետ է, նա սիրում է քեզ, նա այցելել այստեղ, որպես այսօր ազատագրի, բժշկի եւ զորացնի քեզ, փառք Տիրոջը, Տերը ներկայանա զորությունը բերեք կանգնենք նա առջև եւ բացենք մեր սրտերը, պատռենք մեր սրտերը, որպեսզի Տիրոջ փառքը երևնա ամենքիզ մեջ, ալելույա, ամեն, փառք